Աշխարհահռչակ բրենդները եւ նրանց ամենակուլտային պայուսակները։ Մաս առաջին։ Շանելի դեպքում խոսքը իհարկե 2.55 պայուսակի մասին է, որը թողարկվել է 1955 թվականի փետրվարին։ Այստեղից էլ ծագել է անվանումը։ Այն իրական հեղափոխություն էր կանացի աքսեսուարների աշխարհում, քանի որ նորաձևությունը առաջին անգամ առաջարկեց պայուսակ երկար շղթայով, որը հնարավոր էր կրել ուսին։ Շանելի գաղափարը պարզ էր, բայց խորը, ազատել կանանց ձեռքերը եւ տալ նրանց շարժման ազատություն առանց զոհաբերելու էլեգանտությունը։ Լուի Վիտոնի ամենակուլտային պայուսակը Speedy-ն է, որը Keepall պայուսակի ավելի փոքր տարբերակն է։ Այն թողարկվել է 1930 թվականին, ի սկզբանե կոչվում էր Express եւ նախատեսված էր որպես ձեռքի ուղեբեռ գնացքով ճանապարհորդությունների ընթացքում։ 1960-ականներին Audrey Hepburn-ի խնդրանքով ստեղծվեց Express-ի ավելի փոքր քաղաքային չափսը Speedy 25-ը, որը դարձավ ոչ միայն գործնականորեն հարմար պայուսակ, այլև նորաձևության իսկական խորհրդանիշ։ Նախքան հաջորդ բրենդին անցնելը հետևիր իմեջին նորաձևության պատմությանը ծանոթանալու համար։ Dior-ի ամենահայտնի պայուսակը Lady Dior-ն է, որը ստեղծվել է 1994 թվականին եւ ի սկզբանե կոչվում էր Chouchou։ 1995-ին Ֆրանսիայի առաջին տիկին Բեռնարդետ Շիրակը Փարիզ կատարած այցելության ընթացքում Wells-ի արքայադուստր Դիանային նվիրում է այդ պայուսակի սև տարբերակը։ Դիանան անմիջապես սիրահարվում է պայուսակին, կրելով այն Met Gala-ի եւ բազմաթիվ այլ պաշտոնական միջոցառումների ժամանակ, ինչից հետո բրենդը որոշում է անվանափոխել այն Lady Di-ի պատվին։ Gucci-ի ամենաէպիկ պայուսակը Jackie-ն է, որը ստեղծվել է 1961 թվականին եւ ի սկզբանե կոչվում էր Constance։ 1964 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին գնում է այդ մոդելից միանգամից 6 պայուսակ եւ հաճախ լուսանկարահանվում պապարացիների կողմից դրանց հետ, ինչն անմիջապես դարձնում է պայուսակը նորաձևության խորհրդանիշ։ Դրանով պայմանավորված բրենդը վերանվանում է այն Jackie անունով։ Եթե հավանեցիր ֆորմատը, լայքիր վիդեոն եւ մեկնաբանություններում նշիր, թե այդ պայուսակներից որը կցանկանայիր ունենալ։